Խոսող ձուկը։ Լինում է, չի լինում մի աղքատ մարդ։ Այս աղքատ մարդը գնում է դառնում մի ձկնորսի շալակատար։ Օրական մի քանի ձուկն է աշխատում, տուն բերում, նրանով ապրում են ինքն ու կնիկը։ Մի անգամ էլ ձկնորսը մի սիրուն ձուկն է բռնում, տալիս իր շալակատարին, որ պահի, ինքն էլ ետ ջուրն է մտնում։ Այս շալակատարը գետափին նստած նայում է սիրուն ձկան ու միտքի անում։ Տեր Աստված, ասում է, սա էլ որ մեզ նման շունչ կենդանի է, դու ասա, սա էլ մեզ նման ծնող ունի, ընկեր ունի, աշխարհքից բան է հասկանում, ուրախություն կամ ցավ է զգում, թե չէ։ Հենց ես մտածելու ժամանակ ձուկը լեզու է առնում։ Լսի, ասում է, մարդ աղբեր, ընկերներիս հետ ես խաղում էի կետի ալիքների մեջ, ուրախությունից ինձ մոռացա ու անզգուշ ընկա ձկնորսի ուրկանը։ Հիմի ով գիտի, իմ ծնողը ինձ որոնում է ու լաց է լինում։ Իմ ընկերներս տխրել են, ես էլ տեսնում ես, ինչպես եմ տանջվում, շունչս կտրում է ջրից դուրս։ Ուզում եմ էլ ետ գնամ ապրեմ ու խաղանեմ նրանց հետ եմ պաղ ու պարզ ջրերում։ Էնպես եմ ուզում։ Եկ խեղճարի, ազատ արա ինձ, բաց թող գնամ։ Այսպես էր ասում շատ ցած ձենով, ցամաքած բերանը բացուխուպ անելով։ Այս շալակատարի մեղքը գալիս է, առնում է, ետ գցում գետը։ Գնա սիրուն ձկնիկ, թող լաց չլինի քո ծնողը, թող չտխրեն քո ընկերները, գնա, ապրի ու խաղ արա նրանց հետ։ Ձկնորսը սաստիկ բարկանում է շալակատարի վրա, տո ախմախ, ասում է, ես էստեղ ջրի մեջ թրջվելով ձուկ եմ բռնում, դու իմ աշխատանքն առնում ես, էլ ետ ջուրը գցում, դե գնա կորի, էլ իմ աչքին չերևաս, էլ իմ շալակատարը չես էսօրից, գնա սովիտ մեռի։ Ձեռի տոպրակն էլ խլում է ու ճամփու դնում։ Հիմի ես ուր գնամ, ինչ անեմ, ոնց ապրեմ։ Տարակուսած մտածելով, դառն ու դատարկ վերադառնում է աղքատը դեպի տուն։ Այս տխուր մտածմունքի ժամանակ ճամփին դեմը դուրս է գալի մի մարդակերպ հրեշ, առաջը մի գեղեցիկ կով։ Բարի օր, աղբերացու, էդ ինչ ես մոլորել, ինչ ես միտքանում, հարցնում է հրեշը։ Աղքատը պատմում է իր գլխին եկածը, թե ինչպես հիմի մնացել է անգործ, անճար ու չի իմանում, թե ոնց պետք է ապրեն ինքն ու իր կնիկը։ Լսի, բարեկամ, ասում է հրեշը, էս կաթնատու կովը ես քեզ կտամ 3 տարվան ժամանակով։ Ամեն օր այնքան կաթը տա, որ քու կնիկն ու դու կուշտ ուտեք ապրեք։ 3 տարին լրացավ, թե չէ, հենց են գիշերը կգամ, ձեզ հարց կտամ, թե հարցիս պատասխանեցիք, իմ կովը ձեզ լինի, թե չէ, երկուստեր իմն եք, տանելու եմ ինչ ուզեմ կանեմ, համաձայն եք։ Մի բան, որ առանց են սովից մեռնելու ենք, մտածում է աղքատը, կովը տանեմ, այս 3 տարին կապրենք, մինչև 3 տարվա լրանալն էլ Աստված ողորմած է, մի տեղից մի դուրը կբացվի կամ գուցե հենց պատասխանը տալիս ենք ով գիտի։ Համաձայն եմ, ասում է ու կովն առաջ անում տանում տուն։ 3 տարի կթում են, լի ուտում, ապրում, չեն էլ նկատում, թե ինչպես անցավ 3 տարին, և ահա հասնում է նշանակած օրը, որ հրեշն են գիշերը պիտի գա։ Մարդ ու կնիկ վերջալուսի տակ տխուր նստում են դռանը ու միտք են անում, թե
ինչ պատասխան տան հրեշին կամ ով գիտի, ինչ կհարցնի նա, ով կիմանա հրեշի միտքը, այ թե ինչ դուրս կգա, երբ մարդ հրեշի հետ գործ բռնի, հրեշի հետ հաշիվ ունենա, հրեշից լավություն ընդունի, հառաչելով զղջում էին մարդուկին, բայց անցկացած անց էր կացել, էլ հնար չկար, իսկ զարհուրելի գիշերը արդեն վրա է հասնում, այս ժամանակ նրանց մոտենում է մի անծանոթ գեղեցիկ երիտասարդ, բարի իրիկուն, ասում է, ճամփորդ մարդ եմ, մութն ընկնում է, ես էլ հոգնած եմ, հյուր չեք ընդունի ձեր տանես գիշեր, ինչի չէ, ճամփորդ ախպեր, հյուրն Աստծուն է, բայց մեզ մոտ վտանգավոր է այս գիշեր, մենք հրեշից մի կով ենք առել այն պայմանով, որ 3 տարի կթենք, ուտենք, 3 տարուց ետը գա մեզ հարց տա, թե պատասխանենք, կովը մեզ լինի, թե չէ, իր գերինենք, հիմի ժամանակը լրացել է, այս գիշեր պիտի գա, ու մենք էլ չգիտենք, թե ինչ պատասխան տանք, հիմի մեզ ինչ անի, մենք ենք մեղավոր, վայ թե քեզ էլ վնասի, բան չկա, որտեղ դուք, այնտեղ էլ ես, պատասխանում է օտարականը, համաձայնում են, հյուրը մնում է, մինել, կես գիշերին, դուռը դղրդում է, ով է, հրեշը, եկել եմ, որ եկել եմ, դե պատասխանս տվեք, ինչ պատասխան, սարսափից մարդու կնկալեզուն կապվում է, մնում են տեղները քարացած, մի վախենակ, ես ձեր տեղակ սրա պատասխանը կտամ, ասում է երիտասարդ հյուրը ու գնում է դեպի դուռը, եկել եմ, դռան ետևից ձայն է տալի հրեշը, ես էլ եմ եկել, պատասխանում է ներսից հյուրը, որտեղից ես եկել, ծովի են ափից, ինչով ես եկել, կաղ մոծակը թամքել եմ, վրեն նստել եմ եկել, ուրեմն ծովը պստիկ է եղել, ինչ պստիկ, արծիվը չի կարող մի ափից մյուսը թռչի, ուրեմն արծիվը ճուտ է եղել, ինչ ճուտ, թևերի շվաքը քաղաք է ծածկում, ուրեմն քաղաքը շատ է փոքրիկ, ինչ փոքրիկ, նապաստակը մի ծայրից մյուսը չի հասնի, ուրեմն նապաստակը ձակ է, ինչ ձակ, մորթին մի մարդու քուրկ դուրս կգա, գլխարկն ու տրեխն էլ ավել, ուրեմն մարդը թզուկ է, ինչ թզուկ, ծնկան ծերին ակլորը ծորողու կկանչի, ձենը ականջը չի հասնիլ, ուրեմն խուլ է, ինչ խուլ, սարուն որ պախրեն, խոտ պոկի, նա կլսի, հրեշը մնում է կապված մոլորված, զգում է, որ ներսը մի ուժ կա իմաստուն, համարձակ, անհաղթելի, էլ չի իմանում ինչ ասի, սուսուփուս քաշվում, կորչում է գիշերվա խավարի մեջ, սրանք նոր մեռած տեղներիցը ետ են գալի, ուրախանում, աշխարհքովը մին են լինում, հետն էլ բացվում է բարի լույսը, և երիտասարդ հյուրը վեր է կենում, մնաք բարով է ասում, որ գնա իր ճանապարհը, չենք թողնի, որ չենք թողնի, առաջ է կտրում են մարդուկին, դու որ փրկեցիր մեր կյանքը, ասա, ինչով ետ վճարենք քո լավությունը, չէ, անկարելի բան է, պետք է գնամ իմ ճանապարհը, դե գոնե անունդ ասա, եթե լավությունդ կորչի, ու չկարողանանք ետ վճարել, գոնե իմանանք, թե ում ենք օրհնելու, լավությունը արա, ու թեկուս ջուրը գցի, չի կորչիլ, ես հենց են խոսող ձուկն եմ, որի կյանքը դու խնայեցիր, ասում է անծանոթն ու չքանում ապշած մարդու կնկա աչքերից,